Նոր ինձ ուղակի մեկ ռիլս շոկի ենթարկեց, եկել եմ ձեր կարծիքը իմանալու եւ մի փոքր կիսվելու իմ կարծիքի մասին։ Մեկին շոտ ոգևորված ռիլս է նկարել, որ ավոկադո, բոլորը խոսում են ավոկադոյի մասին։ Մեր պապերն ու տատերը ավոկադո չեն կերել, ոչ ցելյուլիտ ունեին, ոչ ավելորդ քաշ ունեին, այնպես որ ավոկադոյին մի աստվածացրեք։ Չգիտեմ որտեղ ինչ էր տեսել, բայց որպես սննդի էքսպերտ, որպես սննդաբան եւ այս ոլորտում ժողովուրդ ջան, ես ուզում եմ անդրադառնալ, որովհետեւ դեռ այս հայեցի մտածողությունը շատ շատերի մեջ է։ Հարգելիներս, այո, ճիշտ է, մեր տատիկ-պապիկները չեն կերել ավոկադո։ Բայց այն ժամանակ եղել է շատ ակտիվ ֆիզիկական ակտիվություն եւ սնունդը եղել է շատ մաքուր, որովհետեւ բնությունը իր տեսակով այնպես էր, որ այո, դա մեզ համար մեծ շռայլություն է եւ թույլ էր տալիս։ Թե ունենալ մաքուր մեղր, թե պտուղները լինեին վիտամիններով հարուստ, թե բանջարեղենները, մարդիկ իրենք էին զբաղվում եւ սեզոնային էր ամեն ինչ եւ այն ժամանակ գոյություն ուներ մի հատ ենթադրենք դոկտորսկի երշիկ, չգիտեմ, մի հատ սև հաց, մի հատ, չգիտեմ, լավաշ կամ ընդհանրապես շատ սահմանափակ էր եւ նույնիսկ հայերին շատերին Եվրոպա այդ մեծ ասորտիի տեսակի անունը նույնիսկ իմանալու Սովետյունին հնարավորություն չէր տալիս։ Ձեզ ասում էր, որ սա է, էսի the best-ը։ Բայց հարգելիներս, այն ժամանակ, եթե մենք նայենք նույնիսկ եթե մարդիկ չունեին ավելորդ քաշ, 40 տարեկանը կարծես 80-90 տարեկան մարդու տեսք ունենար։ Իսկ հիմիկվա 80 տարեկան մարդը կարծես 40 տարեկան լինի։ Եվ այստեղ ոչ թե միայն այդ ողջ զարգացումն է աշխարհի, որ մենք ամեն վարքյան ենք ապրում, այլ նաև սննդանյութերը, այլ նաև զանազանությունը։ Եվ ավոկադոն իրականում այո, իր մեջ պարունակում է եւ շատ լավ օգտակար ճարպեր եւ շատ կարեւոր սննդանյութեր, որ մեր սրտին, գլխուղեղին, մաշկին, անոթներին հարկավոր է։ Եվ գորալ, գոչալ եւ մարդկանց սովորեցնել, որ այն հիններ, մենք այդ մարդիկ ենի չեն ունեցել, բաղոնց էտի չեն եղել, մենակ նայում ենք սննդին։ Այն ժամանակ կենսակերպը շատ ուրիշ է եղել։ Եվ ի վերջո ժողովուրդ ջան, այն ժամանակ TV-ն, չգիտեմ, մարդիկ կնոկեքով կամ պլաստիկակոպտիով էին TV փոխում, շատերն էլ սկիչ ունեին, կամ ավտոները իրենց ղեկը ծանր էր, ես հիշում եմ քերին ավտո ուներ ու ինչ ահավոր էր, կամ իմ հայրիկը, որ առաջի ճապոնական մեքենան ունեցել է 87 թվականին, ամբողջ մարզը իմ հայրիկի խոսում էր մեքենայից։ Իսկ հիմա բոլորը էլեկտրականացված է, նույնիսկ չես լսում մեքենայի վարելու ժամանակ ձայնը։ Կամ TV-ն, այն ժամանակ հիմա TV-ները արդեն մեր սմարթֆոններն են, այն ժամանակ մի խոսքով ժողովուրդ ջան, զարգանում է աշխարհը եւ այդ աշխարհի զարգացումը բերում է, այո, որ մենք պետք է հոգ տանենք մեր գեղեցկության մասին, պետք է մենք հոգ տանենք մեր մարմնի մասին եւ այդ ամեն ինչը պետք է ի նպաստ լինի մեր երիտասարդ մնալու, էներգիա ունենալու, առողջ լինելու եւ այն ժամանակ չկար պլաստիկ վիրահատություններ որպես այդպեսին, իսկ հիմա շատ հասանելի է, որ նույնիսկ առանց պլաստիկ վիրահատությունների սարքերի միջոցով կարելի է եւ հնարավոր է մաշկը ձգել, մկանները շատ ակտիվացնել եւ մի շարք բաներ։ Ժողովուրդ ջան, մնա նախ հին դարում դա շատ սխալ է եւ մի հատ այն լուրջ ռիլս նկարել որ ավոկադո չգիտեմ ինչ այդ էտապա ինչի է ձեր բոլորի տներում նորաձև ռեմոնտներ հարևանների հետ մրցակցություն հագնում եք ով ինչ է լավ հագնում եք բայց միևնույնն է հայի մեջ իհարկե չեմ ասում որ սա մեծամասնությունը չի կարողանում հասկանալ որ սննդանյութերն են կազմակերպում կարևոր ֆունկցիայի գործունեությունը մեր օրգանիզմում եւ դու ուզես չուզես պետք է հաշվի առնես ինչպիսի աղ կա այսօրվա սննդի մեջ եւ հաշվի առնելով այդ ամենը դու պետք է այո զանազանություն ուտես այո պետք է հոգ տանես որ լավագույնը այդ վատի հետ գոնե ուտես որ կարողանաս բալանս ունենալ առողջությունը պահելու համար որտեղ եթե այն ժամանակ մի հատ դոկտորսկի երշիկ էր ուտել եթե աղբեր ու դու մենակ էիր ուտում հիմա ինքնա ասորտի կա որ դու դրա հետ ուրիշ աղբեր ես ուտում Ժողովուրդ ջան, չգիտեմ, ես շատ ցավ եմ ապրում, երբ որ Հայաստանում ու հայերի մեջ մեծամասնության մեջ դեռ այս մտածելակերպը կա Եվ այնքան միֆեր են սուտ հնարել, ու սենց իրանք շատ կարճուն այդ միֆերին հավատում են, որ մեկ լսում ես շոկի ես ենթարկվում, որ 2026 թվականին դեռ այս մտածելակերպը կա ու քո Հայաստանի հայի մեջ է։ Գրեք adekvat մեկնաբանություններ խնդրում եմ, ինչպես եք դուք մտածում եւ որքան եք օգտագործում այս զարգացումը ձեր կյանքի գրագետ զարգացմանը։ Ինձ համար, օրինակ, մարդ կա ChatGPT, AI, չգիտեմ ինչից բողոքում է ու սարքել են AI-ին ես ինչ, ինձ համար դա շատ հեշտացնում է եւ իմ աշխատանքը եւ շատ կարեւոր նյութեր աշխատելը գործունեությանը բիզնեսում։ Ցանկացած բան դու պետք է նորաձև գրագետ օգտագործես քո զարգացմանը եւ չպետք է ասես, «Վայ, հեսա ռոբոտ եկավ, չգիտեմ ինչ»։ Այո, ամեն ինչ գնում է զարգացման։ Բայց այդ զարգացմանը դու էլ այնպես պետք է զարգանաս, ինքնազարգացմամբ զբաղվես, որ դա կարողանաս օգտագործել եւ ոչ թե վնասվել։ Եվ իհարկե դա տալ քո սերունդներին եւ նստել ռիս նկարել ոգեվորված մի երկու քիլ գան, չգիտեմ ինչ գրել, ժողովուրդ իրապես շատ sense իմ աչքը զառնեց ու չգիտեմ Ես ուզում եմ հայերի մեջից վերանա այդ մտածելակերպը, հակառակ դեպքում ինչի են գալի Եվրոպաներ, ինչի են գրում ամերիկաներ, ինչի են բերում այնտեղից բոլոր կարևոր զարգացնող ծրագրերը, որպեսզի Հայաստանում զարգանա։ Եթե դուք մտածում եք, որ դեռ
հնարավոր է մնալ այն 15 թվին, օքեյ, բա ինչի ենք մենք ուզում նաև նորաձև լինել։ Եթե դու պետքա դրան անուն կպցնես, մի հատ էլ ոգևորվեց, հələ գրեք տեսնեմ։